Բարի օր սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն։ Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես միշտ մենք գտնվում ենք սահմանամերձ գոտում, մեր դիրքերին շատ մոտ, որտեղ եւ զոհվել է մեր սիրելի Ավոն, մեր Մոնթեն։ Մոնթեի հուշաքարը, այս խաչքարը կանգնացված է հենց այն գետում, որտեղ մեր հերոսը զոհվել է։ Զոհվել է պաշտպանելով, ազատագրելով մեր հողը, մեր երկիրը։ Եվ նրա հիշատակը վառ պահելու ամենաճիշտ միջոցը նրա գործը շարունակելն է։ Տղեկ բարև, ոնց եք։ Բարև ձեզ։ Նորմալ եք։ Ով է դրանց գնում զորացրման։ Ո՞վ է զորացրման։ Ով։ Դուք եկուսով զորացրվում եք։ Բադայտեք մեդալներ ստանալ։ Հա։ Պաստորեն եկանք են պահին, որ սնունդն է բաժավում մեր զինվորների, այսինքն դիրքեր սնունդ են բերել, երկուսը զինվորներից անունները կասեք։ Կամոն։ Վլե։ Կամոն ու Վլեն զորացրվում են։ Այս սնունդ են, վերջի օրով իրենք ծառայությունը անցկացնում են, եկել են դիրքերը իրենց ընկերներին, ովքեր մնում են ծառայության, սնունդը բաժանելու, որից հետո իհարկե վաղը մենք մասնակցենք նաև նրանց զորացրման արարողությանը։ Տղեկ ջան, բարի օր։ Ոնց եք։ Լավ ամեն ինչ։ Շնորհակալություն։ Դի աչի կեկից Հմ։ Արզա։ Հեսա դարի անց դիրքեն։ Աչի կեկը մեշոքնորմանը։ Հմ։ Արզա հեսա բար դերում էլի։ Ոնց ես բոյդ մերեն։ Ես ինչ լավ բոյով տղա ես, բոյով հայ ես։ Ոնց է ծառայությունը։ Շատ լավ։ Ինչքան ժամանակ աստորից։ 2 օր։ 2 օր չէ, իսկ ընդհանրապես բանակում 5 ամիս։ 5 ամսվա։ Այսինքն ձեր առաջի երթափոխն է, տենց է դուս գալիս։ Ոնց է, ոնց։ Լավ, աչի։ Իսկ գիշերները երթափոխը սովորում ես, ասենք այդ ես հասկանում եմ, սկզբի առաջի անգամը մի թեթև վախի բանից զգացում կլինի, հենց չի որ։ Դե բնական է, կա եղել է, բայց էլ չի ընթացքում։ Բարև ձեզ, ոնց եք։ Ոնց ես Արտուր ջան։ Դուք երևա ինձ առողներ եք արդեն։ Հա։ Այնա կակրաս հերթափոխ ենք տանում ու Հա, հերթափոխ եք անում։ Հա։ կային արտեղեք։ Հա։ Եղավ։ Չխանգարենք, դուք ձեր գործը արեք։ Արի անց տղաս։ Զենքը լիսկավորված է եւ դրված պահպանում։ Հերթափոխի մետևից գալով մոր։ Տեսնում ենք նրանց սա կհամալրվի հիմա նոր եկած ապրանքով ուտելիքի տեսականուն էլ չեն կանադառնա, արդեն մի քանի անգամ ցույց ենք տվել եւ տղաների պահեսնա նորմալ մաքուր սանիտարական վիճակը ընդունելի։ Ոնց է ընդհանուր սերժանտ իրավիճակը։ Իրավիճակը ընդհանուր հանգիստ է արդեն։ Հա։ Ամեն ինչ շախանվել է։ Նորմալ մենք մեր ծառայությունն ենք իրականացնում։ Ընդհանուր նորմալ է։ Դու այդ ապրիլյան դեպքերն ես եղել։ Այստեղ եմ եղել։ Հենց այս դիրքում թե Այս դիրքում մեր դասակի կազմով ստեղ ենք եղել։ այս դիրքն է որ փորձել են ներխուժել։ Այո, այս դիրքում է եղել ապրիլի 3-ից 4 ընկած գիշերը։ Հա։ Ժամը 24:00-ից 01:00։ Մի ժամ է տևել, ինչ էր, դիվերսիոն խումբ էր։ Հակառակորդի դիվերսիոն խումբ էր, Հա։ որը նկատել են մեր դիտորդները։ Դիրքի ձախ թևից փորձում էին գրոհել, սակայն
մեր դիտորդները նկատելով նրանց վնասազերծել են։ Իսկ հրետակոծությունը խայտարակ հրետակոծություն էր, հա, լսել եմ 6000 Ոնց կրակել են ոչ մի ձևի չեն կպել։ Ասма 6000 արկ են բաց թողել, հա, ու վիրավորել չեք։ Դե փառք Աստծո, չեմ ուզում այսպես ասած աչքով տված լինեմ, որտեվ դիրքեր եղել են, որ հրետակոծությունից մեր տղերքից զոհվել են։ Փառք Աստծո, որ այստեղ կարողացել եք լավ պաշտպանություն կազմակերպել եւ զոհեր չեք ունեցել։ Շնորհակալ ենք։ Իսկ ամսի 1-ից 2-ի գիշերը, որ նույնպես ներթափանցան փորձ ա եղել, այստեղ ա եղել, թե դա արդեն ուրիշ դիրքում ա եղել։ Դա արդեն ուրիշ դիրքերում ա եղել, այստեղ չի եղել։ Հա։ Մենք այդ վաղ արդեն հերթափող կատարած ենք եղել, ներքևն ենք եղել, ամսի 2-ին լույս գիշերով բարձրացրել են մարտական դիրքեր տաղնիկներով։ Ստեղից եք ջախջախել դրանց այդ էշելոնները, բաները։ Չէ, թիկունքից է եղել, հրետանին ա գործել, հա։ Հասկանալի է։ Ուստեղ ուղղակի պահում եք իրենց խմբերի ներթափանցումը, որ տեղի չունենա։ Ասեմ, որ շատ կարևոր դիրքերում ենք, որտեղ որ հակառակորդը պլանավորել էր շատ մեծ քանակով, ուրեմն, որպեսզի ճեղքեր այս դիրքերը, իհարկե հարձակվել էին, բոլորս գիտենք, հյուսիսային հարավային ուղղությամբ, եւ սա էլ հենց այն ուղղությունն է, որտեղ նրանց պլանների մեջ մտնում էր մեծածավալ, ուրեմն, հարձակում, որը իհարկե մեր հրամանատարությունը, մեր զինվորները իմանալով նախորոք արդեն նրանց հենց իրենց, այդպես ասած, ակունքում ջախջախելով նրանց այդ գլխավոր պլանը ուրեմն ցախողեցին։ Այստեղ բավականին մեծ զոհեր են տվել թշնամու բրիգադները, այստեղ բավականին մեծ տեխնիկայի կորուստ են ունեցել, հրետանին աշխատել է շատ դիպուկ։ Բարի օր։ Ոնց ես։ Լավ եմ, մերսի։ Անունդ։ Ռուսլան։ Ռուսլան։ Ինչքան ժամանակվա ծառայ ես, Ռուսլան։ 7-5 ամսվա ծառայող կրնեմ։ Հա։ Իսկ առաջի հերթափոխ դա բարձրացանը։ Առաջի անգամ եմ բարձրանում, բայց երբ որ երրորդ լինիայում ենք մենք կանգնած, ինչ-որ չափով ընդեղից է բան սովորեցինք։ Հա։ Իսկ չքնելը, դիմանալը, ամեն ինչին դիմանալը, տենց։ Հալի պարապմունքները ոնց որ ընդեղ ասա եկար վերև, էլի, հա։ Ոնց է անցնում, այստեղ դիրքերում արդեն սովորել ես, գիշերը կանգնել ես հերթափոխ։ Հա, կանգնել եմ, գիշերը 2 ժամ կանգնում ենք պոստեր, 2 ժամ էլ դիտորդ։ Բոդրուժ։ Խաղեցի։ Իսկ այդ վախի բանը անցել ես, հա գիտեմ հիմա խաղա չեն կրակում բան, բայց կա չէ ինչ որ սկզբից առաջի անգամը։ Դե ճիշտն ասած ես տենց վախետ մի քիչ չեմ վախում։ Հա։ Չեմ գովում ինձ, որ ես վախկոտ չեմ բան, բայց ընդհանրապես որս չեմ վախում։ Հա, չես վախել։ Մասնագիտությամբ ի՞նչ ես։ Փայտի փորագրող։ Փայտի փորագրող։ Ինքը գործ կան այստեղ էլի։ Հա։ Դե ազատ ժամանակ կարելի է զբաղվել։ Ինքն էլ առաջի անգամ դիրքերը բարձրացել այսօր եկել է շունը։ Պաստորեն անցնելու այստեղ ծառայության։ Շարքային, ո՞նց ես։ Շարքային։ Մոնորակոչիկա էլի։ Ո՞նց ես սավտան։ Մերսի, շնորհակալություն։ Ինչքան ժամանակվա ծառայել ես։ Տարի ու կես։ Տարի ու կես արդեն, հա։ Այո։ Ո՞նց անցավ նորմալ, հա։ Շատ լավ է։ Շատ Չեմ լավ։ դժգոհում։ Հա։ Շատ գեղեցիկ կահավորված անցուղի է դիրքերում։ Անմիջապես աշկ զարնեց եւ մանավանդ տեսա, որ տղաները փորձում են այս անապատային պայմաններում նաեւ գեղեցիկ ծաղիկներ, բույսեր աճացնել, իրենց խրամուղիները, իրենց անցուղիները գեղեցկացնեն։ Ես հավատացած եմ, որոշ ժամանակ հետո այստեղ գալու ենք եւ տեսնենք ավելի գեղեցիկ, ավելի Շահ այս կոկիկությունը դուրս եկավ եւ որ հաստատ այստեղ քայլելուց չես ցեխոտվի։ Նու հասկանալի է, այս անձրևների ժամանակ նման ուրեմն հողածածկույթ ունեցող տարածքը ինչի կվերածվի, եթե այդ նման ձևով չկահավորվեն խրամուղիներն ու անցուղիները։ Շատ ինձ դուր եկավ, որ այսպիսի կոկիկություն, այսպիսի մաքրություն տեսա։ Խնդրեմ, այս է զինվորը։ Ո՞նց անցնում ծառայությունը։ Լավ, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ նորմալ է։ Նորմալ ընթանում է։ Հա, ցավը տանեմ։ Սիրուն տղա։ Ձերոնց ինչ կասես։ Կողջունեմ բոլորին, կասեմ, որ հանգիստ եղնեն։ Արտական դիրքերում ամեն ինչ նորմալ է։ Ինչ որ հասնում է իրանց վատ բաներ, բայց այստեղ ամեն ինչ նորմալ է։
հանգիստ քնեն, իրանց զավակները այստեղ դիրքերը պահում են նորմալ, որ իրանց ընտանիքները հանգիստ քնեն։ Հա ցավը տանը։ Նայ կոշիկները, իմ կոշիկներից մագուրա կոշիկներ, այդտեղ ոնց է քեզ այդ կողիկ պահում։ Հա, տենց պետք է լինի, հա դիրքի, հա մերեն ցավը տանը։ Բա դիրքերում պետք է տենց լինի մարդը, բա ոնց։ Մարդու կողկությունը գալիս է ներսից։ Մասնակցել եք ինչ որ մարտերի բան եղել է։ Չէ, մեր մոտ նորմալ էր ամեն ինչ։ Հա, ձեր մոտ արդեն նորմալ է։ Իսկ հրետակոծություն։ Հրետակոծությունը շատ էր։ Շատ էր, չէ։ Հարկած կորուստներ չենք ունեցել։ Հա, ցավը տալեմ, ինչ լավ զինվոր ես դու։ Համերն ես, ապրես։ Լավ, անցնենք առաջ, տեսնենք էլ ովքեր կան այստեղ ծառայողների հետ մի քիչ զրուցենք ու շարժվենք դեպի հաջորդ դիրքերը։ Շատ հաճելի էր, մարդու տրամադրությունը բարձրանում է, որ սենց կոկիկ, սենց լավ, համ դիրքը, համ զինվորը, իրոք։ Ասեմ ձեզ, այստեղ մի սենց բան կա, էլի, զինվորականները, բանակը պաշտպանում են մեր խաղաղությունը։ Այսինքն իրենք այստեղ են, կանգնած են դիրքերում, որպեսզի դիրքերից հետո արդեն մեր քաղաքներում, մեր գյուղերում խաղաղություն լինի։ Եվ եթե պատերազմել են լինում, այս մարդիկ պատերազմը վերցնում են իրենց վրա, որպեսզի մեր քաղաքներում, մեր գյուղերում խաղաղությունը շարունակվի։ Իսկ այ մեր քաղաքական, ուրեմն, գործիչները պետք է ապահովեն իրենց խաղաղությունը։ Այսինքն պետք է այնպես անեն, որ բանակը ստիպված չլինի պատերազմելով, իհարկե դա կախված է նաև նենք հակառակորդի, նենք թշնամու դրսևորումից, նրանք կարող է ոչինչել չենթարկվեն, բայց ասացեն է, որ մեր քաղաքական գործիչները պետք է աշխատեն իրենց ամբողջ ուժը ներդնեն, որպեսզի բանակը խաղաղ պահեն։ Իրանք մեր խաղաղությունը ապահովում են, զենքով կլինի, իրենց կյանքով կլինի, ամեն ինչով, բայց պետք է նրանք էլ ապահովեն բանակի խաղաղությունը, այսինքն ճիշտ անեն ամեն ինչը, որպեսզի այսպիսի խաղաղությունը սա տևական լինի, սա շարունակական լինի։ Հաճելի է ինձ համար վարել նման հաղորդում, երբ որ ես չեմ խոսում ոչ կրակոցների, ոչ էլ այլի մասին, այլ խոսում ենք սովորական մարտական հերթապահություն, թե ինչպես են մեր սահմանները պահում։ Ես կուզեմ, որ բոլոր իմ հաղորդումները լինեն խաղաղության մասին։ Այս ինչ։ Ստեղ ինչ են ցանել տեսնես։ Ծաղիկները։ Տեսեք ինչ լավ սպորտ հրապարակ են սարքել իրենց համար։ Ամեն ինչ կա, ինչ որ պետք է։ Այս քանի կիլո կլինի։ Այս կարամ ես բարձրացնեմ, էլ սպասի։ Շատ է լավ է։ Են պասպարտու ոնց էր ասում, используй все, что под рукой, и не ищи себе другой։ Էս այլի։ Այս մեր գետնատնակն է։ Հա, քնած հանգստանում է։ Այ։ Փոքրիկ եկեղեցի ուներ։ Արդեն եկեղեցի է։ Մատուր այսինքն։ Հա։ Շատ լավ, շատ հաճելի մաքուր սիրուն գեղեցիկ սյուներով եկեղեցի։ Զվարթնոցն է էլի։ Կամ չի օգտագործվում։ Հա։ Բարի օր, ո՞նց ես։ Լավ եմ, բայց Այդ մեր համար է սուրճ եփում։ հա։ Հա։ Ահա, էս էլ մեր ավանդական դարձած պոստի կոֆեն։ Մենք դեռ ընդեղից նոր ենք մտել, արդեն տղեկը մեր համար սուրճ են դնում։ Բա ինչ իմացակ եկել ենք։ Ասեցի, հա։ Խոհարան ես դու։ Դիրքի։ Չէ։ Չէ, ուղղակի սուրճ ես դնում մեր համար։ Ունեք բայց խոհարար։ Թե ամեն մեկը ոնց պատայի եփում եք։ Դե այտենց մեր մեջ կազմակերպում ենք, Հա։ եփում ենք էլիս։ Հա։ Որը մի հոգի կամ երկու հոգի։ Հա, այսինքն կոնկրետ խոհարար չկա այս դիրքում, դուք եք որոշում, այսօր ով է եփում, ինչ է եփում, հա, հասկանալի է։ Պարզա, ջան։ Ու համով եք եփում գոնե։ Հա։ Հա։ Հա, ո՞նց։ Ուտելիքից դժգոհություն չկա։ Չէ։ Չէ լուրջ։
Չէ, չկա։ Լավ, մեր մեջ ասած։ Չէ, չկա։ Ահա դե մի րոպե սպասեք։ Արի քեզ էլ տեսնենք, ո՞նց ես, ինչ է։ Էդգար։ Էդգար ջան, ո՞նց ես։ Նորմալ։ Այս հատուկ ընտրված է, այստեղ բոլորը սիրուն կոկիկ զինվորները, հա։ Սաղել տենց է։ Դա տենց է։ Ինչքան ժամանակա ծառայել ես։ 18 օր մնաց։ 18 օր մնաց, դեմբել ես։ Տուն ես գնում։ Վաղվա գնացողների մեջ չես էլի։ Չէ։ Մեզ վաղը հրավիրել են տուն գնա այդ զորացրման արարողության։ Գնալու ենք մասնակցենք զորացրման արարողության եւ դա նույնպես հաճելի արարողություն է իհարկե, ոնց որ ճանապարհ ենք դնում ուրախ, այդպես էլ ուրախ բարձում է ճանապարհ են դնում տուն։ Ոնց անցավ ծառայությունը, դու արդեն տուն ես գնում։ Շատ լավ։ Շատ լավ էր, հա։ Մելը զգացել ոնց անց։ Չես զգացել ոնց անցե, հա։ Կարճ տևեց էլի։ Այդ հիմա ես ասեմ արդեն որ քանի օր ամենացել։ Վերջում է տենց։ Հա, վերջում է տենց։ Բայց ասում են վերջի օրը ամենադժվարն է անցնում։ Ամենահեշտն է։ Ամենահեշտն է, հա։ Դիպի ավակ ինչ եղավ բա։ Էմի ջան ո՞նց ես։ Լավ, Ո՞նց անցնում ծառայությունը։ նորմալ։ Քեզ ինչքան մնաց։ 7 ամիս։ 7 ամիս։ Հա, դու նույն բրիզիվից եք էլի, հա։ Շատ եք շոքում։ Կարանք մի հատ դիտարկում անենք։ Ես մի դիրքն է, հա։ Իրանց է։ Հա։ Չէ, տեղ Դիրքեր ունենք, որ քարաշփում են գնում իրանց պոստը։ Հա, այդքան մոտիկ է։ Հա։ Ինչքան է մոտավորապես։ 60 մետր, 70։ Հա, 60 մետր եղել ենք այդ դիրքերում։ Ես խնդրեցի եւ Մատյանում գրանցում արեցի այս դիրքի ուրեմն կարգապահության, կոկիկության, մաքրության եւ ընդհանրապես անձնակազմի գերազանց վիճակի մասին։ Առաջին անգամ եմ նման բան ասում, որտեղ բոլոր առումներով գերազանց վիճակում էր դիրքը, ամեն ինչը որ տեսանք, բոլորի հետ խոսեցինք, զինվորների մաքուր ու սիրուն վիճակից բռնած վերջացած իրենց ամբողջ դիրքի կոկիկությունով, մաքրությունով եւ նաեւ մարտական, այսպես ասած, պատրաստ վիճակում բոլոր տղաները կանգնած։ Քանի որ դիրքի հավաքը տիրապետում ապարտականությունները եւ այդ ձևի ծառայություն կազմակերպում, ես խոստանում դիրքի հավաքի ծնողներին անձամբ զորամասի հրամանատարի անունից, իհարկե կընդունի զորամասի հրամանատարը մեր առաջարկը, շնորհակալագիր ուղարկենք ծնողներին, հարազատներին, բարեկամներին, մեր շնորհակալությունը գրավոր տեսքով հայտնելու համար։ Եկեք տղեկ, բոլորի ծնողներից ես շնորհակալ եմ, որ նման տղաներ են դաստիարակել։ Սահմանամեջ շրջանում սահմանին շատ մոտիկ գյուղատնտեսական աշխատանքները շարունակվում են անխափան։ Հակառակորդը պահպանում է այստեղ հրադադարի ռեժիմը։ Փառք Աստծո, որ գյուղացիները կարող են իրենց հողային աշխատանքները, բերքահավաքի աշխատանքները հասցնել ավարտի ժամանակին եւ կրկին անգամ փառք Աստծո, որ այս տարի այստեղ հրդեհները չկան։ Ըստ երևույթին հրդեհները պայմանավորված են նաև դիտավորյալ այրումներով հակառակորդի կողմից անցած տարվա։ Այս տարի դա չի արվում, որտեղ իրենք էլ համոզվեցին, որ այրելով մեր արտերը, փորձելով քամին իրենք ղեկավարել չեն կարող եւ այդ հրդեհները փոխանցում են եւ իրենց բոլոր արտերն էլ էին վարվում։ Ես ուրեմն գայթակղությանը չդիմացան նման գեղեցիկ արտի մոտ կանգնեցի անպայման, որպեսզի տեսնեմ, թե ինչպեսին է ցորենը եւ տեսնում եմ, որ շատ առողջ, շատ լավ բերք է։ Ինչպես ասեցին մեզ գյուղացիները, այս տարի 40-50 ցենտներ դաշտերից հավաքում են։ Հիշեցնում եմ, որ այս կոնկրետ այս դաշտը գտնվում է շատ մոտ հակառակորդին եւ հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում նրանք հանգիստ աշխատում են, ապրում են իրենց առօրյա կյանքով։ Հուսով ենք, որ խաղաղությունը տևական կլինի, որպեսզի գյուղացիները, մարդիկ, սովորական քաղաքացիները նորմալ կյանքով շարունակեն իրենց աշխատանքները եւ վերջացնեն բերքահավաքը։
Հերթական դիրքը այցելեցինք եւ իմացանք, որ աշխարհազորայիններից, ովքեր այստեղ ծառայություն են անցկացրել երկար ժամանակ պատերազմի օրերին, ուրեմն նրանք այսպիսի գերություն էին թողել, կես կատակ, կես լուրջ իհարկե, ասեկոսեներ էին պտտում նրանց մասին եւ այս կատակն են արել են ոգելիչ խմիչքի մուտքը արգելվում է, խմած մարդկանց մուտքը առավել։ Իհարկե ոչ մի խմիչքի մասին այստեղ խոսք լինել չի կարող, մենք առաջնային գծում ենք, սա կատակ են արել եւ տղաները արդեն ժամկետային ծառայողները սա որպես հիշատակ պահել են աշխարհազորայիններից կամ օրականներից, ովքեր այստեղ իրենց հետ միասին անցկացրել են շատ երկար ժամանակ։ Տղաները պարապ չեն մնում եւ իրենց շրջապատը գեղեցկացնում են ծաղիկները։ Բարև ձեզ տղեկ։ Ո՞նց եք։ Նորմալ է։ Զորամասի հրամանատարին ես իմ շնորհակալությունը կհայտնեմ, որ իրենց դիրքերում այսպիսի կարգապահություն է տիրում։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Բարև ձեզ, լավ, մերսի։ Հանգստանում եք։ Հա։ Նորմալ է ամեն ինչ։ Նորմալ, մերսի։ Հա։ Ապրեք տղեկ ջան, ապրեք։ Այս լույս ունեք ստեղ, հա։ Հա։ Էս ինչա, գազ էլ ունեք ստեղ։ Հա։ Համ լույս ունեք, համ գազ ունեք։ Զարգացել ենք, ժողովուրդ ջան։ Առաջնային դիրքում համ լույս ունենք, համ գազ ունենք, բարձում է։ Շատ լավ, ո՞նց է անցնում ծառայություն, տղեկ ջան, լավ է։ Շնորհակալություն։ Խանգարեցին ձեր հանգիստը, կներեք։ Չէ։ Լավ է ամեն ինչ։ Հա, մերսի։ Խախանդա։ Հա։ Հա։ Հա, ախպետնե ջան, կներեք ցավը տանեմ, քեզ քո հանգստի ժամին խանգարեցին։ Լավ, գնանք ձեզ չխանգարենք, գնանք մի հատ տեսնենք ինչ է կատարվում առաջնագծում։ Հա։ Ավանդական դարձած փայտի վառարանների փոխարեն կոնկրետ տվյալ դիրքում արդեն օգտագործում են գազի վառարաններ, ավելի հարմարավետ է, ավելի արագ է այստեղ ճաշելը եւ իհարկե պահպանվում է բոլոր անվտանգության կանոնները։ Հաճելի է տեսնել, որ նորույթներ են մտնում, որը ավելի հաշտացնում է զինվորի կյանք։ Ո՞նց է։ Ոչ, Անունը մհեր։ Մայրին լավ լուր ունենք հայտնելու, նրան շնորհվել է հերթական զինվորական կոչումը, արդեն սպայի լեյտենանտի կոչում, շնորհավորում եմ Մհեր ջան։ Մի քիչ ժամանակից առաջ ընկանք, դու պետք է իջներ զորամաս քեզ ասեն, ես ասեցի, բայց լավ լուրը արժի էլի շուտ ասեն, հա։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ ցավը տանը, դա պարտություն է հայոց բանակի սպա դառնալը, իհարկե։ Ինչքան ժամանակ ես ասում ես պայմանագրային։ 5 տարի։ 5 տարի պայմանագրային ես եղել։ Եղավ, շատ լավ է, ուրախ եմ քո համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Առաջի անգամ ես բարձրացել դիրքեր։ Հա, դու ես առաջ։ Երկրորդ օրն է։ Ո՞նց է, սովորել ես։ Նորմալ է, լավ է։ Հա։ Գիշերը։ Գիշերն էլ է լավ։ Նորմալ է։ Նորմալ է ամեն ինչ։ Սովորում եք էլի։ Իսկ ինձ ծառայողները օգնում են։ Հա, ոնց։ Հա։ Հա, ցավը տան։ Ապրես։ Քեզ ամփորձանք ծառայություն, բարի ծառայություն։ Մոտիկ են ստե հակառակորդը։ Այդքան էլ չէ, 520 մետր է։ Հա։ Ցախ կողմը։ Այստեղ է ստեղծել պոստը 600 մետր։ Հա։ Այն մյուս կողմը արդեն ավելի շատ 1100-1400 մետր է։ Հա։ Լավ էլ արդեն երկու օրվա մեջ տիրապետում ես ինֆորմացիան, ապրես։ Լավ, որ զինվորը երկու օր ընդամենը ստեղ ու արդեն անգիր ամեն ինչը գիտի։ Սովորել ենք արդեն։ Սովորել ես արդեն։ Ումից ես սովորել։ 5 ծառայողից հետ։ 5 ծառայողներից հացավտան։ Ինչ կասես ձերանց։ Բարև եմ հիմնականում։ Ահա։ Ասեմ, որ ստե շատ լավ է։ Ահա։ Դու արխային ես։ Իսկականից լավ է։ Հա։ Լապիսը անջատել են լուրջ։ Չէ, լավ է ստե։ Լավ։ Դու արխային ես, ստե սա լավ է։ Հա։ Մեր զրահապատ կերյաները հայկական։ Տղերքի հետ միասին ծառայություն է անցկացնում։ Այստեղ ուրեմն տղաներից մի քանիսը այսպես կոչված նորակոչիկ են, բայց արդեն նորակոչիկ չեն իհարկե, անցած զորահավաքի տղաներն են։ Ինչպես ասեցինք, մասնակցելու ենք վաղը զորացրման արարողությանը եւ իհարկե արդեն նրանց փոխարինելու եկել, այսպես ասած, նոր սերունդը։ Եվ ձեր մեջ կա, չէ՞, հին ծառայող։ Ես եմ ինձ առայում։ Հա, ինչքան ժամանակվա։ Արդեն տարի ու կես է։ Արդեն տարի ու կես, դու նոր ես բարձացել, առաջի անգամ ես բարձացել, ո՞նց է։ Շատ։ Նորմալ է, հա։
Ասպա դիրքերում ավելի հետաքրքիր, ճիշտ են ասում։ Չէ՞ իսկականից։ Հա։ Երկու օրա փաստորեն դու ստեղ երրորդ օրն է արդեն։ Գոհ ես ծառայություն ծափեր։ Հայ։ Մադու։ Մայն չա դեմքը տխուր։ Չէ, ցավը տանեմ, հա։ Եկեք, արի ցավը տանեմ, այստեղ։ Հա, վերսու արի։ Տղաները ինչպես տեսնում ենք, այստեղ շատ համերաշխ, ուրեմն մթնոլորտ է։ Հին ծառայողները մի քանի նորակոչիկ արդեն ասեցին, որ իրենց փորձը փոխանցում են նոր եկածներին, ասենք, բարձավոր բացատրությունները ամեն ինչը ծառայողը մյուսին ասում է, թե ինչը ոնց պետք է արվի, բացի նրանից, որ նրանք այդ ամենի մասին ուսուցանվել են, սովորեցվել են սպաների կողմից, սերժանտների կողմից արդեն զորամասում, բայց արդեն, այսպես ասած, պրակտիկան անցնում են այստեղ դիրքերում եւ նրանց օգնում են մեր ուրեմն արդեն փորձառու զինվորները եւ իհարկե սերժանտներն ու սպաները, որ նրանց հետ միասին ծառայում են դիրքերում։ Տեսնում եք ինչ գեղեցիկ հանգստի գոտի են իրենց համար սարքել, անմիջական դիրքերում ենք, սեղանը շատ օրիգինալ, օրինակ ես շատ կուզենայի իմ տանը այս սեղանը լիներ։ Շատ հաճելի է, որ գալիս ենք ու տեսնում ենք, որ բոլորի տրամադրությունը բարձր, բոլորը մարտական տրամադրված, բայց խաղաղություն է տիրում։ Պետրոսյան Արթուր։ Ես եմ։ Վերակար։ Նակյան Ռաֆիկ։ Ես եմ։ Ղազարյան Արման։ Վերակար։ Մասնակցում ենք երեկոյան անվանակաչին, շատերի համար սա վերջինն է, որտեղ առավոտյան զորացրվելու են, մենք գնանք տեսնենք ինչպես է անցնում անվանականչը և որտեղ են գիշերում մեր զինվորները։ Սարապետյան ասում։ Ես Արզումանյան ապրիկ Աշոտի։ Քաջի մամունկել է հայրենիքի ազատության և անկախության համապարտ մարդում։ Աշտում անցկացել երեկոյան անվանակաչ ճշտվել մարտական աշխատանքի շարքել ավարել կանալգեն բացականաշական։ Դեկոծող հականետային դասակերաման տավակ լեյտենանտ Արեստանյան։ Ազատ ժամանակ կտակ։ Կարիքն են հոգալու կազմակերպած, այնուհետև վերահսկեք քուն հրամանը, որպես համահոս կարգով իրականացեք։ Եվ իհարկե Վաշտում հերոսի մահճակալը ու մահունը անվանակաչի ժամանակ լսեցիք, մասին որ ասում են ընկավ հերոսի մահով, քաջի մահով, նրա մահճակալը միշտ հավաքված, միշտ մաքուր կոկիկ սիրուն, Վաշտում տղաների հետ միասին։ Եվ իհարկե այս զորամասում հնարավոր չէ, որ չունենային Մոնթեի անկյունը, եւ Մոնթեի անկյունը հերոսի նկարով, հերոսի ֆոտոներով։ Դες իրենի ծնողներ տեսնում եք ինչ պայմաններում են ապրում ձեր երեխաները, տվյալ զորամասում մաքուր, սիրուն, կոկիկ, ամեն ինչը տեղը տեղին։ Մի խոսքով առանց մեկնաբանության ինքն է դիտեք մի քանի կադր, ինչպես են ձեր երեխաները անցկացնում գիշերը։ Հետաքրքիր անակնկալ է, զորամասում հանդիպեցինք հայր եւ որդի, հայրը նույնպես պատերազմի վետերան է, հիմա եկել է որտեղ, ասում ես ապրիլյան պատերազմի ժամանակ եկել է այստեղ։ Այո, անպայման։ Հայրը որտեղ ընդեղել ես, որտեղ հայրենիքը կանչում է, ընդեղել ներկա ենք ելնում։ Հա, որպես երկրապահ եկել։ Որպես երկրապահ ենք եկել։ Ու նույն դիրքերում կռվում եք տղա։ Բայց տղես չթողեց մնամ դիրքերում, ասես չի ասեց։ Ես չեմ կարող ենթարկել քեզ, ես էլ ասի ես քեզ չեմ կարող ենթարկել։ Ես ուրիշտեղ գնացի կմնացի։ Հա։ Ոնց է։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ։ Այսօր անունդ ոնց է։ Արսեն։ Այսօր Արսենի ծնունդն է, շնորհավորում ենք ծնունդ, քանի տարեկան առաջ։ 19։ 19, հա, շնորհավորում եմ ցավը տանեմ։ Ոնց է։
Հպարտանում ես տղա։ Անպայման։ Հպարտանում եմ, որ ցենց լավ սպաներ կան այս զորամասում։ Ողջ շնորհակալ եմ բոլոր իր հրամանատարական կազմից, իր անմիջական վաշտի հրամանատարից, որ ամեն ինչով հասնում են, օգնում են, բացատրում են, ասում են, ես իմ աշկով եմ տեսել։ Սկզբից կասկածներ կար, սնունդի վերաբերյալ ամեն ինչ, բայց իմ աշկով տեսած ես արդեն գոհ եմ։ Գոհ եմ ամեն ինչը։ Ու անելին է, որ տղուս հետ եթանք նշենք այսօր։ Այսօր գնանք ծնունդն նշենք։ Այսօր եթանք տղուս հետ 10 ասես ինչ անակնկալ ես արել, ասա թող իմանաս։ Տղուս անակնկալ եմ արել, մեքենա եմ նվեր առել, որ գա հետ քշի։ բանակից գա ու քշի։ Ոսը շատ չուրակած է։ Նորմալ է, հա։ Լավ դու ասա, էդի պապան ասես, դու ասա, իսկականից լավ է անցնում ծառայությունը, գոհ ես։ Նորմալ անցնում։ Նորմալ անցնում է, հա։ Մի տարին անցավ, մնաց մի տարի։ Ինչ է։ Մենք զրուցում ենք Զորամասի հրամանատար գնդապետ Գրիգորյանի հետ, ում զորամասը եւ դիրքերը շրջելուց հետո շատ տպավորված, կարգապահությունով, կողքիցնով ամեն ինչով, պարոն գնդապետ, անձամբ շնորհակալություն եմ հայտնում ծնողների անունից ձեզ, տղաների վիճակը տեսանք, մաքուր սիրուն կոկիկ։ Պարոն գնդապետ, մի քիչ ավելի ոնց որ ասած մեր քաղաքացիական լեզվով, ես գիտեմ զինվորական, գիտեմ որ այնտեղ իրենք այդ առաջին հարցակողական գործողություններից հետո նախապատրաստել էին հուշք ու հարված հենց համարյա ձեր շրջանում։ Այդ դրա ջախջախման մասին բոլորը խոսում են։ Կուզեմ որ դուք անմիջապես ջախջախողներից մեկը շատ հակիրճ մեր հասարակության համար ասեք ոնց եղավ դա։ Ամիսի 4-ին ցերեկը մոտորապես 13:00-ից 14:00 հակառակորդի մեկ հրետանային դիվիզիոն խորքից առաջանում է եւ դեպի ծավալման իր քրակային դիրքերը, որտեղ որ դիտորդների կողմից դիտարկման արդյունքում հայտնաբերվում է իմ կողմից խնդիր է առաջադրվում հրետանային 2 դիվիզիոններին եւ դրակաբացում ծավալման մեջ գտնվող հրետանային դիվիզիոնին հակառակորդը նույն հատվածում այդ ծավալման բանակցում քրակային դիրքերում կրում է ահագին կորուստներ, հետո շարունակում է եւ 4-ի 5-ի գիշերը մեծ շարասյուններով հակառակորդը շարժում էր դեպի պաշտպանական շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ, որտեղ կային նաեւ զրահատեխնիկա, կային նաեւ ստորաբաժանումներ, Պարզ այդ պայն չգիտենք ինչ ստորաբաժանումները, բայց շարասյունը շատ մեծ էր, կազմում էր 400-ից ավել մեքենա։ 400-ից ավել մեքենա գալիս էր արդեն օգնության։ Այո, լույս էր։ Ոչ թե օգնության, այլ կարելի ասես նախապատրաստվել եւ հարձակման։ Այո, հարձակման անցնել մեր ուղղությամբ։ Էլի գիշերվա ընթացքում հայտնաբերում է, ոչնչացում է շարասյանի ինչ-որ մի մաս, ճնշում է, ամենջապես հակառակորդը խուճապի է մատնում եւ հետ է վերադառնում։ Այդ պայից հետո ինձ թվում է արդեն երևի խնդրել եմ որպես զինադատարը կրկնվի։ Փաստորեն երկու մեծ շարասյուն դուք վերացրել եք ստեղից, դուք եւ ձեր կողքի։ Այո, հարևանների հետ միասին, իհարկե փոխհամագործակցելով մեկը մյուսի հետ, ոչնչացել է։ Իսկ զոհերի քանակի մասին իրանց կոնկրետ այդ գործողության ժամանակ։ Զոհեր կոնկրետ չեմ կարող ասեմ թիվը, բայց գիտեմ որ ահագին զոհ է։ 1000-ից ավել։ Ոչ թե մենակ այդ հատվածում, այլ terror-ի պատերազմի ժամանակ 1000-ից ավել զոհ են տվել, ու ընդհանուր իր կորուստները եւի ավելի ճիշտին վերադարձ կասի, բայց իմ լսելով 4000-ից ավել։ Վայ։ Լավ։ Պարոն գնդապետ, ասում եք որ դուք գնացիք տեսակ եւ տեղում հրաման տվեցիք։ Դա այդ հրամանատրումի դրսևորումներ, որ դուք տեղում որոշեցիք։ Այո, հաշվի առնելով որ պաշտպանության նախարարը մեր առջև խնդիր դրած հրամանադրում եւ առաջադրության մեթոդով առաջնորդվել է, շարունակում ենք այդպես, բայց կոնկրետ քարորիա պատերազմը ապացուցեց, ցույց տվեց, որ հրամանադրում առաջադրումը ճիշտ ողջուն է։ Ես արդեն մի քանի տեղ լսեցի, մի քիչ բացատրեք ինչ է հրամանադրումը, որ դուք տեղում որոշում եք կայացնում առանց գնալու։ Այսինքն բոլոր հրամանատարները կարողանան ինքնուրույն որոշում ընդունեն եւ որոշումը իրագործեն։ Ամեն ինչ կարևոր է։ Կախված իրավիճակից։ Այո, նույն գումարտակի հրամանատարը այդ ձախթևային հատվածի լարված իրավիճակում ես միջև հասնել այնտեղ գնացել եմ եւ հանդիպել եմ իրան ձախթևային վաշտի հրամանատարական կետում, որովհետեւ ավելի լարված գումարտակի հատվածում եղել է այդ վաշտի ուղղությամբ։ Որոշումը ընդունել եւ ինքը հրամանադրում առաջադրանքի մեթոդով գնացել է եւ ղեկավարը իրականացրել է տվյալ վաշտի ՀԴԿ-ից։ Եվ ղեկավարը իրականացրել է միջին ներկայանելս այնտեղ ինքնուրույն հաշվի առնելով ռադիոկապով չէի խոսում այդ ժամանակ։ Բջջային հեռախոսով խոսակցություն չկար, իսկ ճանապարհի ընթացքում բարձրալարային կապ չկա։ Միջև ես գնացել եմ
նույն գումարտակի հրամանատարական կետը, այնուհետև Վաշտի հրամանատարական կետը եւ միջև լույսը քիչ առաջ ասեցի ոնց է եղել։ Նույնիսկ Թոմա հակառակորդը իր այս քարորիա պատերազմը սկսելու սխալը զգաց, ու պետք է ինքը համաձայնվի եւ այս հարցի լուծումը տրվի խաղաղ պայմաններում։ Չտա, մենք պատրաստ ենք, թող ցանկացած ժամանակ ինչ խնդիր ուզում է կատարի։ Նույն պահածքանը կստանա եւ ավելի մեծ։ Դոլես գնում արա։ Հա։ Բավա դիրքերը պահել։ Էք։ Բրեկան էլի, հա։ Ապրես։ Շնորհակալ։ Ստեմեն գայքեմ։ Կա, տարե։ Հանգնդավը Սերժան Բեջանը եկացեց իր ամենով երիտասարդական մեդալստանալու կապակցություն։ Բեջանյան։ Բեջանյան։ Ասում եմ։ Նորմալ Սերժան դարած գնում ես տուն։ Հա։ Միշտ այդպես։ Ղազարյան։ Փողում ես գնաս մեզ։ Պան գնդապետ շարքան գևորքան ներկայացրի կազմում։
այսպես զորացրման արարողությունը ավարտվեց, տղաները գնում են դեպի հրապարակից դուրս, որտեղ նրանք վերջին հաջողությունը կհայտնեն իրենց հրամանատարներին, կնստեն ավտոբուսը եւ կշարժվեն դեպի իրենց տները։ Շատ հուզիչ էր, շատ եւ ոգևորիչ էր։ Տղերքը ծառայեցին իրենց պարտքը կատարած, գնում են տուն ողջ ու առողջ։ Իսկ ովքեր որ չգնացին, փառք նրանց հիշատակին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին։